Հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանին մտահոգող միակ հանգամանքը Հայաստանում մոլդովական սցենարի հավանականությունն է։ Երբ Հայաստանի սահմանների վրա հակառակորդը հարձակվում է, Ռուսաստանում եւ ՀԱՊԿ-ում հայտարարում էին, թե սահմանները դելիմիտացված ու դեմարկացված չեն կարող ոչնչով օգնել։ Երբ ռուս խաղաղապահների աչքի առաջ հայաթափվեց Ղարաբաղը, Կրեմլում լուռ էին։ Բայց ահա երբ օրերս Ազատություն ռադիոկայանատեղեկություն հրապարակեց, որ Եվրամիությունը պատրաստվում է օգնել Հայաստանին հունիսին նախատեսված խորհրդարանական ընտրություններում Ռուսաստանի միջամտությունից խուսափելու համար, նախ տեղակայելով Կրեմլի ապատեղեկատվության դեմ պայքարող հիբրիդային արագ արձագանքման խումբ, ապա հնարավոր է ավելի մշտական քաղաքացիական առաքելություն, Կրեմլում խառնվեցին իրար։ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան շտապեց հայտարարել. Հայաստան արագ արձագանքման խումբ ուղարկելն ակնհայտ մոլդովական սցենար է։ Մի բան էլ անհանգստացավ, թե Եվրամիության փորձագետների ներգրավվածությունը նախընտրական փուլում դժվար թե ամրապնդի Հայաստանի ինքնիշխանությունը։ Իսկ հիմա ամենաուշագրավը՝ Հայաստանի հրավերի դեպքում, ըստ Զախարովայի, Մոսկվան պատրաստ է ԵՄ-ի հիբրիդային արագ արձագանքման խմբի նման աշխատանքային խումբ ուղարկել Հայաստան։ Հանուն Հանրապետության կուսակցության փոխնախագահ Ռուբեն Մեհրաբյանի կարծիքով, Մարիա Զախարովայի հայտարարությունն ինքնին հիբրիդային պատերազմի մաս է։ Մարիա Զախարովան որոշել է ձեռ առնել Հայաստանին։ Հայաստանի ձեռնարկված քայլերը ուղղված հենց իրենցից եկող հիբրիդային վտանգների համար, եւ դա եւս հիբրիդային պատերազմի մի մաս է, այս բազմաշերտ ձևով, դրա ընդ որում միայն տեղեկատվական կոմպոնենտը։ Սակայն Մարիա Զախարովան նաեւ հավակնում է Հայաստանում թողնված այս ռուսական աղբին, որ մի խումբ գա եւ տիրություն անի։ Եվ ըստ նրանք այո ունեն ռազմավարություն եւ հետեւում են այդ ռազմավարությունը որն է Հայաստանը նրանք դիտարկում են որպես ժամանակավորապես կորցրած տարածք, իսկ ընտրությունն էլ հնարավորություն այդ ժամանակավոր կորուստը վերականգնելու համար։ Հետևաբար նրանք ոչինչ չեն խնայի այս ընտրությունները օգտագործելու համար այդ նպատակին։ Մեհրաբյանի խոսքերով Հայաստանի Հանրապետության իշխանությունների քայլերը պետք է ավելի կտրուկ լինեն։ Բայց ես չեմ տեսնում այդ պատշաճ մոտեցումը իշխանությունների կողմից, որոնք հանդուրժում են այսքան աղբը, որ այս ծանր օրակարգը առաջիկա 100-ամյակի համար, որ մենք ստանձնել ենք եւ վերցրել ենք պատասխանատվություն, դա չի կարող կախված լինել մի քաղաքական ուժից, մի առաջնորդից կամ մեկ ընտրություններից։ Մենք ի վերջո այս բանը պետք է հասկանանք եւ քաղաքական միջավայրի առողջացման քայլերը, այո, պետությունը պետք է ինքը ստանձնի եւ թույլ չտա այնքան աղբ, որ մի հատ էլ տիրություն անելու համար հայտով հանդես գա Մարիա Զախարովան եւ մեզ էլ ձեռ առնի։ Սա է հարցը։ Ինչու է Կրեմլը սարսափում մոլդովական սցենարից։ Քաղաքական գործչի կարծիքով պարզ բացատրություն կա։ Իրենք ամեն ինչ ուզում են անեն, որպեսզի Հայաստանը չկիրառի այդ մոլդովական սցենարը, իսկ Հայաստանը ուղղակի պետք է կիրառի այդ ռեցեպտը, այսպես ասենք, Ռուսաստանի հիբրիդային պատերազմին դիմագրավելու համար։ Նրանք ուղղակի ուզում են կանխել այդ ամենը, դրա համար էլ ասենց ոռնոցներ են գալիս այդ հյուսիսային ճահիճներից, որ հանգարց չանեք։ Մի հատ էլ մենք խումբ ուղարկենք։ Դե իսկ իրենց այստեղի այդ 5-րդ շարասյունը, 6-րդ պալատը, Մոսկովսկի ցիրկը, Կիրիլի աղանդը, այդ ամեն ինչը ինչ են անում։ Հայաստանի ամբողջ ներքաղաքական եւ արտաքին քաղաքական օրակարգերը պայթեցնում են։ Հետևաբար այդ ամենը ապահովագրելու համար ես կրկնում եմ Հայաստանի իշխանությունները պետք է հենց պետության շահերից ելնելով եւ հանրության շահերից ելնելով, այո, քաղաքական միջավայրի առողջացման ուղղված քայլեր ձեռնարկեն։ Չի կարող Մոսկովսկի ցիրկը լինել Հայաստանում քաղաքականության սուբյեկտ։ Հավաքական Պուտինը չի կարող Հայաստանում լինել ներքաղաքական սուբյեկտ։ Եվ կարևոր չի թե ում կերպարանքով կամ քանի կերպարանքով։ Հավանիչ տեսանյութը եւ բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար